Ողջույն ժողովուրդ ջան, կարճ եթեր եմ մտել, որպեսզի ձեզ տեղյակ պահեմ, որ ինչա տեղի ունեցել Մոսկվայում Նիկոլ Փաշինյան եւ Պուտին հանդիպման ժամանակ, որովհետեւ ցավոք սրտի մեր հայերից կան մարդիկ, ովքեր որ ամբողջությամբ կամ չեն նայել հանդիպումը, կամ էլ իրանց հետաքրքիր մասն են սիրում տարածել։ Ես հայ եմ, անկախ քաղաքական հայացքներից թե Փաշինյանի քանի տոկոսն եմ կիսում քաղաքական գործունեության, միգուցե նաև մեծ տոկոսն եմ կիսում վարած քաղաքականության, ինչ որ տեղերել դժգոհ եմ, բայց 100% ես եթե աշխարհի վրա պետք է ընտրեմ մեկ վարչապետի ում թիկունքում լինեմ, դա մեկ վարչապետ, դա Նիկոլ Փաշինյանն է։ Մնացած 200 քանի պետությունների նախագահների եւ վարչապետների պաշտպանությունը թողնում եմ այդ տվյալ պետությունների ժողովուրդներին։ Ուզում եմ սա ձեզ համար լինի խորհուրդ եւ խրատ, կներեք խրատ չի, խորհուրդ եւ խնդրանք, որ ինչ էլ որ լինի արտաքին պետությունների հարաբերություններում, մենք պետք է պաշտպանենք, կողմնակից լինենք մեր պետությանը։ Իսկ մեր պետությունը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասը լսենք, եւ որ Նիկոլ Փաշինյանը ասել է ձեր, այսինքն Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից մի քանի անգամ հրճակված Արցախը Ադրբեջանի Ղարաբաղը ասում կապ չունի, տարբերություն չկա, Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ճանաչել, այսինքն ես ստիպված գնացել եմ ճանաչել, հասկանալով, որ մենակ եմ մնացել, իմ ռազմական դաշնակիցը իմ թիկունքը չի պաշտպանում, ոչ էլ այս հարցում ինձ համակարծիք է։ Լսեք, սա Պուտինի նախկինում ինչեւ Փաշինյանը արտահայտված զրույցն է։ Կներեք Պուտինը sense երկեր չի երգում, այս ուղղակի ռեկլամ էր ինչ էր։ И с международно-правовой точки зрения, я тоже об этом говорил, это все территории являются неотъемлемой частью Азербайджанской республики. И Нагорный Карабах, и все прилегающие к ним районы являются неотъемлемой частью территории Азербайджанской республики. Да, мы Азербайджана, но мы сделали это только после того, как высшее руководство Российской Федерации дважды публично об этом говорил, и вы помните, мы об этом неоднократно говорили. И международно... Има Путин, молчи, пожалуйста, потому что есть многие армяне, которые тебя любят, уважают, слушают и твои слова выше от всех. Դե Աստվածել են ընդունում, այդպեսի մենք հայեր ունենք, դե ռուսները որ ընդունում են ոչինչ, իրանց երկրի նախագահանա, թող ընդունեն։ Երանի մի օր մեր պետությունում մի այնպիսի համերաշխություն լինի, որ իրանց քաղաքական ղեկավարին, դա կլինի Նիկոլի օրոք, կլինի հաջորդի օրոք, թե երբ մի օր հասկանա, որ պետքա անկախ բաց թողումներից, սխալներից, վատ օրենքներից, կիսատ բռատ օրենքներից ու ոչ այդքան հաճելի որոշումներից պետքա իմանա, որ պետքա հարգվի երկրի ղեկավարը։ Թե Պուտինը ինչ տենց վարակիչ սեր ունի, թե ինչ ժողովրդի մեջ որ տարածում է դեպի իրեն, ես չեմ հասկանում, բայց նկատել եմ, ես Ռուսաստանում եմ ապրել, ես տեսել եմ, որ մեր հայրենակիցները մեծ կարծիք ու այնպիսի նենց գիտեք ոգևորությամբ են խոսում Պուտինի մասին, որ ջոկում ես, որ այդ մարդը ավելի շատ չի ներկայացնում Հայաստանին, այլ ներկայացնում է Ռուսաստանին։ Ժողովուրդ ջան, այս ամեն ինչը պատմություն է։ Այսօր չկա Մովսես Խորենացին, բայց իր գործը ես եմ կատարում։ Ես մի քիչ կատակով, բայց ինչ ասեմ, Մովսես Խորենացին իսկապես որ 1500 տարի առաջ ասել է ուսուցիչները դարձել են ընդ ուսուցիչները ոնց են նկարագրել, ոչ անգետ թե ինչ, օֆիցերները, սպաները խմող եւ ոչ կռվող փախնող, աշակերտները չեն ուզում սովորեն, բայց փութաջան կսովորացնեն ուրիշներին կփորձեն, այսինքն անգարագետ տեղը ուրիշներին բան է սովորացնում։ Հիմա ոնց որ Facebook բան չուներ Մովսես Խորենացին ունենար կհրապարակել այսօր ձեզել կհասներ, որովհետև շատերը Facebook-ում են ինֆորմացիա ստանում, գրքերից հեռու են, չեն ուզում գիրք ընթերցեն, տեղյակ չեն, բայց պատկերացրեք այսօրվա իրավիճակն է նկարագրել։ Այսօր գիտեք ինչպիսի մթնոլորտ է երկրում։ Ով որ իրան ճպտում է, քաղցր,
ով որ իրանց անուշ բառերը ասում ախպեր խիչ ես դու դառնում օրինակ երկրի վարչապետ ախպեր չէ ոչ թե ասում դու խիչ ես դառնում այլ ասում են այ էսի իսկական երկրի վարչապետ պետք է լինի անուններ են տալիս այդ մարդիկ քաղաքական կյանքում իրանք տողադարձ եղած են ընդհանրապես չեն կարել գծի վրա կանեն իրանք ընկած են հատակ ես ուզում եմ ձեզ նույնիսկ ասեմ ցավով տեղեկացնել ցավով սա ցավ է որ այսքան 100 քանի կուսակցությունների մեջ ամենաուժեղ քաղաքական գործիչը այսօր համարվում է Նիկոլ Փաշինյանը ուշադրություն դարձրեք քաղաքական գործիչ հասկացողությունը դա ուրիշ է դա ձեր բոլորի համար միգուցե եւ ընդունելի ու պատկերացնելի չի ինչի այսօր նայեք Պուտինի հետ հանդիպման ժամանակ Պուտինին դուր չի գալիս ֆակտ ներկայացրեց որ Եվրազեսը բանի ODKB-ի հետ բան չի կարա բանի հետ ո իրանց ոնց է կոչում ոչ մել իրանց այդ գրուպան անհամատեղելի է ու Փաշինյանն էլ ասում է մենք կարողանում ենք համատեղել ասենց ասում ենք կարողանում ենք համատեղել բայց եթե գա ինչ որ տոճկա որ հակասի բան մենք կմտածենք ինչ անենք բան ասենց այսինքն միգուցե նորա ձևը սովորել առաջ դենս չէր խոսում Փաշինյանը այն նոր ընտրված ժամանակները Լավրովի վրա բոցեր էր անում կայցեր էր անում ասում Լավրովը չգիտի որ Հայաստանում եղանակ է փոխվել նկատի ունենալով էլ Սերժ Սարգսյանը չի ես եմ ստե թակավորը եւ ձեր հետ ձեզ չեմ ենթարկվի իրանք էլ այսպես ասած դուր չեկավ իրանց եւ շտապեցրին պատերազմը բայց ինչ պատերազմը կախված էր պետք է լիներ ուղղակի շտապեցրին միգուցե Կուշանա Փաշինյանը ժամանակը շահեր կզիներ բանակը ինչպես այսինքն եթե զիներ մի 5-6 տարի կարող է Ադրբեջանը արդեն անիմաստ համարել հարձակումը բայց լեգիտիմացրեց իր հրապարակային հայտարարությունը լեգիտիմացրեց եւ այն դեմոկրատիա հասկացողությունը որը Հայաստանում տիրում էր իսկ պատերազմող երկրում դեմոկրատիան այդքան էլ լավ նշան չի այո դեմոկրատիան լավ բան է բայց պատերազմի ժամանակ էդի չի աշխատում դիկտատուրան աշխատում ավտորիտար ռեժիմն աշխատում ինչը ապացուցվեց ժամանակին 90-ականներին Հայաստանում Արցախում եղել է դիկտատուրա ավտորիտար ռեժիմ Ադրբեջանում կար ու մինչև հիմա էլ շարունակվում է Ռուսաստանում կար ու մինչև հիմա շարունակվում է այսինքն մեր հարևան շրջապատված երկրներում դիկտատուրա է իսկ մենք եվրոպական արժեքներ ենք ցկտում միտեղով լավ է միտեղով լավ չի ինձ դուր չի գալիս որ արժեքները դառնում է ձևակերպվում է որպես լկտիություն կամ անպատասխանատու վերաբերմունք անդաստիրակ վերաբերմունք Ժողովուրդ ջան այս մասով այսքանը մի բան էլ ուզում եմ սենց որ ասում համերաշխության եւ միասնության կոչով փորձել արտահայտվել տեսեք Ռոբերտ Քոչարյանը իրան հայտարարում է որ մեծ լավ հարաբերություն է Ռուսաստանի թագավորի հետ որ ինքը լինի Ռուսաստանի հետ հարաբերությունը լավ կլինի ես առաջարկում եմ փորձաշրջան 6 ամիս կամ մի տարի թող Նիկոլ Փաշինյանը պատվիրակի որպես երկրի վարչապետ է այդ մարդուն իր փորձով, իր լավ կապերով պատվիրակի որպես Ռուսաստանում դեսպան, միգուցե արտաքին գործերի նախարարությունը բարձր մակարդակի խորհրդատու, կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է պաշտոնով ցածր է դառնում նախկին իր պաշտոնին համեմատ, բայց եթե խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության բարելավման, հայ ժողովրդի լավ ապրելու համար եւ լավ հարաբերություն ունենալու արտաքին աշխարհի Ռուսաստանի գլխավորությամբ նա պատրաստ է հանուն այդքանի մի աստիճան ցածր պաշտոն ստանա եւ զբաղվի զարգացնի ուժեղացնի Հայաստանը եւ ապացուցի որ ինքը կարող է սա կլինի նաեւ հայ ժողովրդի մեջ համերաշխություն ելով է ինչ կարում օրինակ Սամվել Կարապետյանը որ ճիշտ է ինքը չի կարա վարչապետ լինի բայց բարձր որ ձայները հավաքում որպեսզի Տան Ռոբերտ Քոչարյանին, սա ֆակտ բան է իմ համար, սա ոչ մեկ չի կարող ասի չկա տենց բան, ես պնդում եմ իմ համոզմունքներում վստահ եմ, որ Սամվել Կարապետյանը այո, իր ձայները վերջում տալու է Ռոբերտ Քոչարյանին։ Այնուհետև, եթե Սամվել Կարապետյանը իսկապես այն տոկոսներ է, որ տնտեսական ոլորտում կարող է գրանցել, տնտեսությունը զարգացնել, գյուղատնտեսությունը զարգացնել, չգիտեմ ինչքան աշխատատեղեր բացել, ինչու 6 ամիս կամ 1 տարի ժամանակով չի վերցնում
չի վերցնում, ավելի շուտ ոչ թե վերցնում, այլ Փաշինյանը չի նշանակում Իրան այդ պատասխանատու ոլորտներում եւ թող պետությանը ուժու երան տա, թող պետության ուժեղացնի, զորացնի։ Տեսնում եք ամենը իր մի հատ ոլորտ վերցրած, ասում է ես ոլորտում հզոր եմ, քան թե այսօրվա վարչապետը։ Ես ոչ չեմ վիճում ձեր հետ, ասեմ չէ դուք հզոր չեք։ Ես ասում եմ, որպեսզի հասկանանք, ապացուցեք, որ դուք հզոր եք, ձեզ ժամանակա որ պետքա նշանակեն որևէ պաշտոնի, ապացուցեք, որ դուք ի վիճակի եք մտնոլորտ փոխել, դուք ի վիճակի եք եղանակ փոխել երկրը։ Էլով ինչով է գազ տալիս, այդքան կուսակցություններում, էլով ինչ ասում, ասում է ում հետ եմ, Եվրոպայի հետ է ուժեղացնելու, Եվրոխորհրդի։ Խնդրեմ, պարոն Փաշինյան, նշանակեք տվյալ տեխնացուին, ով որ ասում է, որ Եվրոմիության հետ մեր գալով կապերը ավելի կուժեղանա, այդ գործերը ոնց որ բանակցող կամ արտաքին գործերի նախարարությունում այդ գծով որպես ինչ որ բարձր պաշտոնյա խորհրդատու, չգիտեմ էլի պաշտոնների ես բաները չգիտեմ, հաստիկները չգիտեմ։ Այնպես որ ովքեր որ նախընտրական քարոզարշավում խոսում եք ձեր հզորության մասին, խոսում եք ձեր ունակությունների մասին եւ ձեր կառավարման մասին, որ իբր թե դուք ավելի լավ կկառավարեք, ես խնդրում եմ, որ պարոն Փաշինյանը ձեզ նշանակի ձեր իսկ ոլորտի որպես դիրեկտոր, տնօրեն հայերեն կամ չգիտեմ խորհրդատու բարձր այդպես տեղերում եւ դուք ապացուցեք այդ ժամանակը կօգտագործեք որպես պրակտիկա, որպես ստաժիրովկա եւ կապացուցեք, որ դուք ի վիճակի եք զարգացնել պետությունը։ Այնուհետեւ ժողովուրդը ընտրությունների ժամանակ արդեն կընտրի, ասի մի րոպե, եթե Ռոբերտ Քոչարյանը այս ոլորտը ծաղկեցրեց, Ռուսաստանի հետ հարաբերությունը ուժեղացրեց, Ռուսաստանը կոնյակի ակցիաներ, ինչա կոչում են, ակցիզների վրա խնդիր չի բռնում, լարսը չի փակում, պոեզդի գծերը սարքում Ադրբեջանով մտնի Ռուսաստան գա։ Եթե այսքան բաներ անում է Ռոբերտ Քոչյանը, ինչի՞ չէ Իրան ամբողջ պետության ղեկը վստահենք։ Ու նույնը, եթե Սամվել Կարապետյանը կարում է գյուղատնտեսության այսքան զարկ տա, այսքան աշխատատեղեր բացի, ինչու Սամվել Կարապետյանին հաջորդ 5 տարուց հետո հաջորդ վարչապետի ընտրություններին չենք նշանակի որպես վարչապետ։ Ժողովուրդ ջան, ըստ ես եթե այո քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լինեմ, ձեր համար տարօրինակ կթվա։ Ասեք ես Գեորգ, ես ինչ абսուրդային բաներ ասեմ։ Բայց ես չկամ ոչ քաղաքացիական պայմանագիրում, ոչ մեր ձևով, թե ուժեղ Հայաստան, ոչ Հայաստան դաշինք, ոչ մնացած այլ դաշինքներում ու կուսակցություններում։ Ես քաղաքական կյանքին եւ իմ երկրի խնդիրներին նայում եմ այսպես ասած իրատես գնահատում եմ իրավիճակը, մտածում եմ, որ կարելի է եւ ազգային համերաշխություն բերած երկրին համ այդ մարդկանց փորձած տեսնես կարան իրանք այդ ոլորտները զարգացնեն, ծաղկեցնեն։ Ես որպես բլոգեր, հանրային գործիչ, որպես շարքային քաղաքացի երկրում համոզված եմ, վստահ եմ, որ սա ամենալավ մեթոդն է։ Հիշում եք, մի երկու ամիս առաջ էլ ինչ էի հայտարարել։ Նմանատիպ էլի այդ մեխանիզմով որ Սեյրան Օհանյան եւ Հագն Ալեքսանյան օրինակ մյուս պատիվ ունեմից ով օրինակ Տարո Մարգարյանն է թե ով առաջնորդը Հայկ Մամիջանյան այդ 3 խմբակցությունների կուսակցությունների առաջնորդները համատեղ նիստ անեն ուղ եթերով կոչ անեն բոլոր իրանց երկրպագողներին որ հակառակ ուժի ուղղությամբ անհարգալից խոսք հայհոյանք ու անեծք մի տարածեք եղեք հարգալից բայց ձեր քաղաքական կողմնորոշումներով այո մեզ ընտրեք մեզ երկրպագեք լավ առաջարկ էր բայց աչք փակեցին ականջ փակեցին որովհետև դա հակասում է իրանց մանիպուլյացիաներին որովհետև այդտեղ ազգը պահի տակ կարող է արդեն համերաշխություն ունենա եւ ազգը կարող է դառնա միասնական ինչին քաղաքական ուժերը չեն ուզում են պարակտված լինի բաժանիր որ տիրես ես հայ եմ իմ կուսակցությունը Հայաստանն է այսինքն իմ նպատակն է որ Հայաստանը լավ լինի այնպես որ ես մտածում եմ այնպես ինչպես որ ճիշտ եմ համարում չփորձեն էլի այլ մարդիկ իմ հետևորդներին չի վերաբերվում այս տեսանյութը տեսնելուց հետո ասեն դու ինչ գործ ունես էսեն անհնար է Ռոբերտ Քոչյանը խփտի Նիկոլի դիրապետության ժամանակաշրջանում բան աշխատում չի Նիկոլի համար աշխատում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար դրանով եւ ապացուցում է որ ինքը արժանի տեխնացու է հաջորդ ընտրություններում դառնա վարչապետ այդ թվում եւ Սամվել Կարապետյանը եւ մնացած բոլորը ովքեր որ հայտ են ներկայացրել քաղաքականություն բայց գիտեք մածնաբրթոշա թե թանա քաղաքականությունը, բայց քաղաքականությունը պատասխանատվություն է։ Ինչու եք դուք քաղաքականությունը դիտարկում հարստանալու ձեր գրպանները լցնելու վայր։
Բայց դրա համար եք ինձ ասում, Գևորգ, բա դու չի ես մտնում քաղաքականություն, բան։ Մտածում եք Գևորգը ուզում է մտնի քաղաքականություն, իր տունը ուժեղ հարստացնի, ինքը հարստանա, եթե ես զբաղվեմ քաղաքականությունով, ես պետք է այնքան պրոֆեսիոնալ լինեմ, որ մտածեմ ամեն վարքյան ինչ որ օրենքներ, որ ընդունել, ինչ որ ծրագրեր ընդունել, որ օգտակար լինի պետությանը։ Հիմա քաղաքականության մեջ չեմ մտնում, բայց կողքից եւ առաջարկություններ եւ ծրագրեր եւ օրենքների փոփոխության մասին մտքեր եմ արտահայտում։ Բարի եղեք, ուղղակի լսեք եւ օգտվեք այս իմ առաջարկություններից։ Սա կլինի միասնություն երկրում, սա կդառնան արդեն միասնական, նիկոլական, քոչայանական հասկացություններ չի լինի։ Եվ վերջում էլ կհամոզվեմ, որ Գևորգը իսկապես ոչ մեկական համերաշխության, սիրո, համբերատարության, հարգանքի եւ իսկապես ուժեղ պետության կողմնակից է, ոչ թե ձևական բառերով, ճառերով, այլ տեսեք, ես ձեզ երկու հատ այս պահին հաշվեք օրինագիծ եմ առաջարկել։ Այս երկու ծրագիրը եթե իրագործվի, վստահեցնում եմ ձեզ, մի այնպիսի համերաշխություն կտիրի երկրում։ Եվ իմ խոսքը օրինակ վերցրեք։ Մեկ էլ մի բան, օրինակ իշխանությունը այսօր կարող է եւ վստահ եմ իրավունք էլ ունի, ասի Գևորգ ջան, այս որ sense բան ես խոսում։ Դու պատկերացնում ես իրանք մեր ոնց որ ասած գազմի մեջ աշխատեն ու մեր ասածները անեն, իրանց քաղաքական կուրսի մեջ մնան դուրս չգան բան, տեսեք, այստեղ արդեն սա պետք է սաղ լինի ուղիղ ժողովրդի առաջ, որ ասում է ցուցադրական, ժողովրդի համար թափանցիկ, որ ժողովուրդը տեսնի, որ տվյալ վարչապետի օգնականը արտգործնախարարի խորհրդատուն կամ լիազոր անձը Ռուսաստանում, այսինքն Ռոբերտ Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը կամ մեկ այլ քաղաքական գործիչ, որ հակառակ հայացքներ ունի իշխանության հետ, բայց մտել է պետությանը ծառայի, եթե ինքը եթե ցուցադրեն, ցույց տա, որ իսկապես ինչ որ խարդախություն են անում, իսկապես քաղաքական կուրսից ծրվում են, պետական քաղաքական կուրսից ծրվում են, ի վնաս ժողովրդի, ի վնաս պետության ինչ որ քայլեր են անում, սա պետք է ժողովուրդը տենա, չեք ասում դեմոկրատիա է, չեք ասում թափանցիկ ամեն ինչը, մենք թափանցիկ եք ժողովրդի առաջ, թափանցիկ ցույց տվեք, որ Գևորգ, այս ինչ սխալ բան մեզ խորհուրդ տվի, Ռոբերտ Քոչարյանին տեսեք դրել ենք արտգործնախարարի այս ինչ խորհրդական կամ լիազոր դեսպան Ռուսաստանում, դե սա պրավալ տվավ հարաբերությունները Ռուսաստանի, սա պետք է լինի փաստերով։ Որտեւ կարող է իսկապես Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ անում է, որ ուժեղացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապրանքաշրջանառություն, տնտեսություն, էկոնոմիկա եւ այլն, ռազմական ամենագլխավորը ռազմական համագործակցությունը ամեն ինչ անում է, որ լավը լինի։ Եթե մարդը անում է, նենց չանեք, որ այդ մարդին գործից անեք, որովհետեւ ինքը պոտենցիալ դառնում է վարչապետի տեխնացու հաջորդ 5 տարի ընտրություններից հետո։ Իսկ այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանը ոնց ասել եմ 64%-ով ընտրվելու է, ամեն ինչ պարզ է։ Հիմա ուզում եմ հասկանամ, այս մարդիկ երկրորդ ուժ արժե դառնան, թե ընդհանրապես չմտնեն խորհրդարան։ Առայժմ ես համարում եմ, որ իրանք երկրորդ ուժ եւ խորհրդարան մտնելու իրավունք չունեն։ Բայց հետագայում թող ապրեն, արարեն, ստեղծեն, պետական համակարգի վրա մեծ ազդեցություն ունենան, որ կառուցողական ժողովրդին օգտակար պետության օգտակար բաներ անեն, հաջորդ 5 տարիների ընթացքում ընտրությունների հաջորդ 5 տարի հետո ընտրությունների ժամանակ մենք արդեն ընտրություն կանենք Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, թե մյուսը, թե Նիկոլ Փաշինյան, բայց այս պարագայում Նիկոլ Փաշինյանը բոլորին ապացուցել է, որ մենակ ինքն է, որ իրականությունից չի կտրվել, խոսք չի տալիս օրինակ 300,000 աշխատատեղ, եթե դա անհնար է, այսինքն ինքը կարա 100,000 անի, բայց կարող է 300,000 աշխատատեղ խոստովողին ընտրից 100,000 էլ չաշխատատեղ բացի 5 տարի ծնկները մեր նստենք ծեծենք նորից 2038 թվին օրինակ մի հատ սերունդ էլ հելնի ոտի հեղափոխություն ուզենա անի ինչի պետք է անի բերեք ձեր պաշտոնները ժամանակավոր փորձաշրջան ընդունեք եթե դուք մի տարվա մեջ չեք կարողանում ձեր խոստումների N%-ը 25%-ը 30%-ը ապացուցել ուրեմն դուք պետք է պաշտոնազրկվեք եւ դուք պետք է ժողովրդի առաջ ժողովուրդը ձեզ տենա որ դուք արժանի չեք վարչապետի բարձր աթոռին նստեք հաջողություն մեր երկրին թող ով ընտրվելու է թող ընտրվի թող լինի Աստծո կամքը բայց ես իրատես մարդ եմ Փաշինյանը այսքան ուժերի մեջ ամենաշատ ձայնը հավաքելու եթե երկրորդ փուլ անցնի 64%-ով անցնելու է եթե առաջի փուլում շատ ընտրողներ կան կարող է 50 даже մինուսով էլ լինի որովհետև հիասթափություններ կա ժողովրդի մոտ շատերը ասում են գնալու են բոլորին հեչ անեմ էլի խաչ դնեմ ոչ մեկին ձայն չեմ տա բայց վերջը որ հասկանան օրինակ կոնկուրենցիան Ռոբերտ Քոչարյան եւ Նիկոլ Փաշինյանը
Պարշի 64% գնալու է Նիկոլ Փաշինյանին ընտրի։ Մնացածի մասին հետագայում լավ մնացեք, բոլորիդ լավ օր։